Կարծում եմ, որ Հայաստանը կարող է դիմանալ միայն մեկ պայմանով, եթե Հայաստանի իշխանությունը սովորի հայկական քաղաքականությունը դիվերսիֆիկացիայի ենթադրել, քանի որ ես կարծում եմ, որ այսօրվա ծրագրերը Եվրոմիության ինտեգրման հետ կապված, դրանք ոչ թե արվում են հանուն հարուստ կյանքի, հարուստ ապագա եւ այլն, այլ ավելի շատ թվում է, որ դա արվում է հանուն Ռուսաստանի դեմ վրեժ լուծելու, քանի որ մենք տեսնում ենք, որ երկիրը ինքն իրեն զրկում է այն օգուտներից, որը Ռուսաստանը պատրաստ է նրան ներկայացնել, նրան տալ, եւ չեմ կասկածում, որ դա լավ քայլ է, քանի որ եթե երկիրը ուզում է լինի անկախ, նախ նա պիտի լինի անկախ ամեն ինչից, ոչ միայն Ռուսաստանից, որից հիմա քաղաքական գործիչները վրդոված են, խռոված են եւ այլն, քանի որ սովորական փաստ հիմա այսպիսի մի կարծիք կա, որ Ռուսաստանը այլևս Հայաստանին պետք չէ, քանի որ Ռուսաստանը դավաճանեց հայերին, չօգնեց եւ այլն, իսկ սովորական հարց, իսկ ինչքան վատ բան է արել Թուրքիան Հայաստանին, ինչու իշխանությունը վրդոված չի Թուրքիայից, ինչու ենք մենք շարունակում նրանց հետ հարաբերություններ շինել, ինչու ենք շարունակում նրանցից օգուտ ուզենալ